Եվ հետո մի ուրիշ թեզ, արդյոք Միացյալ Նահանգների ներդրումները Զանգեզուրում մեզ կպաշտպանեն պատերազմից։ Միացյալ Նահանգները Իրաքի պատերազմի ժամանակ 2003-ից մինչև 2012 թվականը ներդրել է մոտավորապես $61 միլիարդ։ 61 միլիարդ $։ Այնտեղ անգամ հատուկ հիմնադրամ էր հիմնվել։ Iraq Reconstruction Relief and Reconstruction Fund, այսինքն Իրաքի վերակառուցման համար մի հատուկ բան էր ստեղծվել, ֆոնդ էր ստեղծվել 61 միլիարդ $։ Այդ ներդրումները կատարվել են Իրաքում։ Դա չխանգարեց Միացյալ Նահանգներին ի վերջո ընդունել իրենց պարտությունը եւ դուրս գալ երկրից։ Նույն բանը կատարվեց Աֆղանստանում եւ մի քանի ուրիշ երկրներում։ Այսինքն ասել, որ Միացյալ Նահանգների ներդրումները մեզ ինչ-որ ձևով պաշտպանում են պատերազմից, դա նույնպես խաբեություն է։ Եվ ասել, որ այստեղ ստեղծվում է փոխկապվածություն, այսինքն էլի արևմուտքից հուշած ինչ-որ բառեր են կրկնում, որոնք նրանք չեն հասկանում։ Փոխկապվածություն նշանակում է, որ երկու կողմերն էլ իրարից կախված են։ Սա փոխկապվածություն չի, սա կախվածություն է, միակողմանի կախվածություն է։ Մենք կախված ենք Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Եվ գնալով ավելի կախված ենք դառնում։ Հիմա մեզ կհամոզեն գազը եւ նավթը ստանանք Ադրբեջանից, ցորենը ստանանք Ադրբեջանից, որ ընդհանրապես ոչինչ չկարողանանք ասել։ Եվ սա խաղաղության չի բերի։ Հակառակը, սա պատրվակ է ստեղծում, պատճառ է ստեղծում, որ մեր հարևանները գնալով խորացնեն իրենց ներկայությունը մեր տարածքում եւ հետո ուժով վերցնեն այն ինչ որ կցանկանան։ Դուք տեսաք, թե երեք Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ինչպես բաց ակնհայտորեն խառնվեց մեր ներքին գործերին եւ ասաց, որ նրանք աջակցում են Փաշինյանի կառավարությանը։ Հենց սա է սուվերենության կորուստը, երբ որ ձեր հարևանը ձեզ ասում է, թե դուք ինչ պետք է անեք ձեր ընտրությունների ժամանակ, կամ ում են նրանք աջակցում, սա կոպտագույն խախտում է դիվանագիտական պրոտոկոլի։ Եթե նա հիմա է այդպես մեզ հետ խոսում, պատկերացրեք ինչպես է նա մեզ հետ խոսալու եւ Ալիևը ինչպես է մեզ հետ խոսալու, երբ մեր տարածքով անցնեն նրանց բեռնատար մեքենաները, գնացքները, հիմնվեն նրանց բիզնեսները, այստեղ կան նրանց աշխատողները, գուցե նաեւ սկսի կամաց բնակչության ներգաղթը։ Եթե այսօր այսպես են մեզ հետ խոսում, պատկերացրեք վաղը ինչպես են խոսելու մեզ հետ։ Իմ համար որևէ կասկած չկա, որ այս ճանապարհը տանում է Հայաստանի կործանմանը, մենք կորցնում ենք Հայաստանը, մենք կորցնում ենք մեր հանրապետությունը, մենք արդեն կորցրել ենք մեր ինքնիշխանությունը եւ մարդիկ պետք է շատ լավ հասկանան, թե ինչ է լինելու, եթե նրանք հունիսին ձայն տան այս խմբին, որը մեզ բերեց այս ազգային ողբերգությանը եւ ելի հավատան իրենց թեզերին, որ նրանք խաղաղություն են բերել։ Նրանք խաղաղություն չեն բերել, նրանք բերել են Հայաստանի կործանում եւ կապիտուլյացիա։